Սիրիայում կրքերը չեն հանդարտվում, կրակ է թափվում Հալեպի երկնքից։ Գիշերը բախումներ են տեղի ունեցել սիրիական ժողովրդավարական ուժերի և քրդական ուժերի միջև, կան զոհեր ու վիրավորներ։ Իրավիճակն այնքան էլ արվել, որ գործի է դրվել խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնց միջոցով կառավարական ուժերը գնդակոծել են քրդական թաղամասերը։ Հալեպահայերը սեփական աչքերով են տեսել, թե ինչպես է երկինքը լուսավորվում հրթիռների պայթյունից։ Հայ համայնքում զոհեր ու վիրավորներ չկան։ Հալեպահայ լրագրող Հովհաննես Շեհիրյանը Ալֆա Նյուզին մանրամասներ է հայտնել։ Այս բախումներում նման դեղ ունեցավ նախորդ շրջանին, սակայն այս անգամ որոշ չափով ավելի զորավոր էր, ավելի ուժգին էր և օգտագործված զենքերը ավելի բարդ էին, ավելի հսկային։ Շատ վախեցնող վիճակ ուներ։ Մենք բոլորս որպես քաղաքացիներ մեր տուներեն դուրս չգրցանք գալ, բայց երբ գրակմար հայտարարվեցավ, արդեն մարդիկ կամաց սկսան իրենց տուները դառնալու, որովհետև հանկարծակի ծով եղավ և մարդիկ ուր որ գրցան պատասպարվեցան։ Շեհիրյանը պատմում է, որ երկնքից կրակ էր թափվում հայաշատ թաղամասերի վրա, մարդիկ վախեցած էին։ Քրիստոնեական շրջանները, հայկական թաղամասն ու գերեզմանատունը եղել են այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել պայթյունները։ Հրթիռները հասան Ռեզի հիվանդանոցի կողքին և արդեն ունեցանք այդտեղ վիրավորներ։ Ունենք քրիստոնեական շրջաններեն ասորիներու շրջանին վրա հրթիռագործեցավ, ունեցանք վիրավորներ և գրնամ ասել, որ ոչ մեկ ասենք բادرած որ տեղի պիտի ունենա այս երկու շրջաններում մեջ գտնվող քուրդ խմբավորումներում և Սուրիա նոր կառավարության միջև բոլոր Հալեպը պիտի աստվի հետապար, որովհետև ինչպես որ հիշեցի, շրջանը գտնվի փլորի վրա և այդ փլորեն երբ հրթիռագործվի, բոլոր Հալեպը կհրթիռագործվի անխտիր։ Հայկական շրջանները, քրիստոնեական շրջանները և ընդհանուր Հալեպը Հիմա վիճակը համեմատաբար կայուն է, հրթիռների ձայները լռել են, բայց մարդկանց մեջ վախ կա, որ ամեն րոպե կարող են բախումները վերսկսվել։ Այսօր հայտարարվեցավ Հալեպի մեջ քաղաքապետարանի կողմէ, որ արձակուրդ է, մինչև որ հայտնի է թե ինչի պիտի լավ վիճակը։ Երեք գրակմարը ժամը 11-ին որ տեղի ունեցավ, որոշ չափով գնանք ասել վերջնական չէ։ Ավելի վաղ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժեր կոալիցիան հայտարարել էր, որ կառավարական ուժերն առաջինն են հարձակվել։ Տելեգրամ ալիքների համաձայն Իդլիբի զինյալներ են ժամանել նրանց օգնելու համար։ Սիրիական պետական լրատվամիջոցներն իրենց հերթին քրդերին են մեղադրել բնակելի շենքերը գնդակոծելու մեջ։ Դեռ մարտի 10-ին էին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև համաձայնագիր ստորագրվել քրդական խմբավորումներին սիրիական բանակի և պետական մարմինների մեջ ներառելու վերաբերյալ։ Սակայն ինչպես նշում են միջազգային լրատվամիջոցները, այդ ժամանակից ի վեր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։ Լենա Կարապետյան, Ալֆա Նյուզ։